Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր մարդաշատ է։ Հունվարի 27-ը ազգային ժողովի կողմից օրերս ընդունված օրենքով սահմանվել է հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր։ Օրը ոչ աշխատանքային է։ Պետական բարձրաստիճան այրերն, ինչպես նաեւ մեր հայրենակիցներից շատերը, դպրոցականներ, ուսանողներ, զինվորականներ, այսօր պանթեոն էին եկել բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված մեր հայրենիքների հիշատակը ոգեկոչելու ու ծաղիկներ խոնարհելու։ Ես 1992 թվականին Արաբոջոկատի հետ անհայտ կորած Վրեժ Գրիգորյանի մայրն եմ, 34 տարի, մենք այս ճանապարհը մեզ համար դարձել է արդեն հաց ու ջուր, պիտի անպայման գանք, հետո գնանք սնվելու։ Սպասումներով սպասում ենք, բայց որ հաղթանակը եղավ, մենք շատ ուրախացանք, որ շարունակական կլինի այդ հաղթանակը, այլևս զոհեր չլինի։ Մենք չենք ասում իմը գնաց, նրանը մնաց, հետ եկավ։ Մենք ուզում ենք, որ մեր տղաներին վերադարձնեն, եթե կենթանի են, իսկ եթե կենթանի չեն, գոնե մենք գիտենք որտեղ են Արաբոջոկատը, գիտի որտեղ են կռվել եւ որտեղ են հուղարկավորված։ Գոնե նրանց մասունքները բերեն Եռաբլուրում հուղարկավորելու դառնա եղբայրական գերեզման, որ մենք տեղ ունենանք գնալու, մենք հիմա հուշարձան ունենք դրված։ Օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք։ Դա պետք է լիներ։ Միասնականությունը դա ուրիշ է։ Չէ որ մեր տղաները այս հողի համար են եղել, թե 92-ին, թե 44-ին, թե այս մեր զոհերը բոլորը մի նպատակի համար են գնացել։ Ճիշտ են արել, որ մի օր են նշանակել, իսկ 28-ին բանակի օրնա շատ ճիշտ որոշումը։ Կներեք Շուշանան։ Մի վերջին հարցը, եթե կարելի է, գիտեք, որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։ Գիտենք։ Ինչպես եք վերաբերվում այդ փաստին։ Դուք հավատում եք, որ լինելու է խաղաղություն, պայմանագիրը ստորագրվելու եւ ապրելու են խաղաղ մեր հարևանները։ Ես հավատում եմ, որովհետեւ վերջում է մահանում, հույսը վերջում է մահանում։ Եթե չի կատարվում։ Բայց մենք հույսով ենք, որքանի դեռ կենթանի ենք, կգտնենք այդ նպատակներին հասնելու մի գիծ, որը կարողանա այս ընտանիքներին գոնե ոգեկոչել, բերեն տղաներին հուղարկավորին Եռաբլուրում, ովքեր որ կենթանի են, նորից վերադառնան։ Փառք մեր զինվորներին, մեր կամավորականներին, որ այս հողը ստեղծել են մեզ համար։ Դուք ապրում եք, ես ապրում եմ, եւ ձեր թորները կապրեն։ Հաջողություն ձեզ։ Դուք զոհվածի հարազատ եք։ Այո։ Տարոն Անդրեսյանի։ Հոպարից տեղն է։ Տարոն Անդրեսյանն է երես։ Ահա, 44-օրյայի ժամանակ։ Հա։ Օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք։ Դե պետք է ժողովուրդը սաղել գան գնան իրենց կապ չունի իրենց աղբերն է, մեր սաղել մերն են, մեր հարազատներն են, սաղել պետք է գան գնան հիշեն, թեկուզ մի հատ երկու ծաղիկ տանեն դնեն իրան շիրիմին գնան, իրենց հոգու հանգստության համար։ Ես տենց եմ գտնում։ Կողմ եք, որ այսօրը ազգային Ամեն օր էլ իրենց համար պետք է ոչ թե մենակ այսօր, թե ամեն օր գան գնան, իրենց հասնում է, էլի որ իրանք մեր համար գնացի կյանք են տվել, իրենց հասնում պետք է միշտ էլ մարդիկ հիշեն։ Ոչ թե ես դե մենակ կայնացել եմ, սաղ պետք է այսինքն սաղ դիքը ծաղիկների բաժանեն ժողովրդին, տանեն ժողովուրդը սիրուն դնեն իրան շիրիմներին։ Ձեր աճեցրած ծաղիկներն Իմ ջերմոցի ծաղիկներն է քուրիկ ջան, ես սրանք իմ ջերմոցի։ Ամեն Կիրակի բերում բաժանում ժողովրդին ես, անվճար։ Ախպերս համեցի անվճար է։ Արի։ Համեցի։ Խնդրեմ ցավոտ։ Ես ամեն Կիրակի բերում, ուղղակի որ այսօր իրանց օրն է, վաղը պետք է բերեմ բաժանում ժողովրդին։ Համեցեք տղեկ ջան։ Անեն դնեն իրանց բան հուշարձանին կամ իրանց պանթեոնին, որտեղ հարմար է իրանց։ Գիտեք, որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։ Ինչպես եք այդ փաստին վերաբերվում։ Գիտեմ, բայց քաղաքականությունից հեռու մարդ եմ քրիկ ջան։ Հավատում եք, որ մի օր իսկապես մենք կայուն խաղաղության պայմաններում ենք ապրելու հաշտ հավերաշ բոլոր հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի։ Սես բաներ եմ տեսել, դժվար, դեսիմ, խաղաղ, մեկ այսօր մի բան փոխվի, բայց հələ որ չեմ հավատում։ Դա աստված որ սաղս է խաղաղություն ենք ուզում, սաղս էլ խաղաղության մեջ ապրենք, բայց ես բան չեմ կարող բան անեմ, որ մտածեմ, որ տենց բան կարա լինի։ Այ խաղաղությունն է կարծիք երաշխավորը, որ Եռաբլուրում այլևս հուղարկավորություն։ Համեցի հոպար ջան, անվճար է։ Հա, հոպար ջան։ Անես է երկու հատ եկալ հոպար ջան։ Չլսեցի։ Խաղաղությունն է միակ երաշխիքը, որ Եռաբլուրում այլևս հուղարկավորություններ չեն լինի։
մարտական գործողությունների հետևանքով զոհված մեր հայրենիքների։ Դե դա աստված որ խաղաղությունների սաղել իրանց ծնող երեխեքն են, սաղել ուզում են խաղաղ ապրեն։ Դե ոչ մեկն չի ուզի երեխան գնա զոհվի, սաղել ուզում են խաղաղության մեջ ապրեն։ Այսօր իմ ծննդյան օրն է եւ ես որոշեցի թվով 1000 ծաղիկներ իմ ծննդյան կապակցությամբ խոնարհեմ մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոս տղաների շիրիմներին։ Օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք։ Անձնապես ես բազմիցս եմ դինում եռաբլուրում եւ բազմիցս եմ ծաղիկներ խոնարհում մեր հերոս տղաների հիշատակներին, ոչ միայն այստեղ, այլ տարբեր պանթեոններում, տարբեր քաղաքներում եւ շատ բարձր են գնահատում, բարձր ենք պահում մեր հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը։ Փոքր, միջին կամ մեծ բոլոր առիթները անձնապես ես եւ իմ ընտանիքը սկսում ենք ի հիշատակ մեր հերոս տղաներին եւ իրենց ընտանիքների համար բաժակ բարձրացնելով։ Դուք ծառայել եք հանուն հայրենիքի։ Ծառայել եմ հանուն հայրենիքի, Արցախում եմ ծառայել, 2 պատերազմների մասնակից եմ եւ վիրավորում ունեմ անգամ։ Ինչպես եք ձեզ զգում ապակինման։ Շատ լավ, շատ Փուլը հաղթահարել եք։ Այո։ Ձեր տիկինն է։ Քանի որ շատ սերտորեն կապված ենք եղել եւ Արցախի հետ եւ առհասարակ հայրենիքը մեր ընտանիքի համար ամենաբարձունքում է, ինչ խոս դժվար օր է եւ ամեն դեպքում խոնարհում մեր բոլոր զինվորներին։ 3 զավակ ունեք։ Այո։ Զավակների հետ եք եկել։ Ապագա զինվորներ են մեր բանակի։ Խոսում եք երեխաների հետ հայրենասիրության, հանուն հայրենիքի ծառայության, խաղաղության թեմաներով։ Որ ամպագորգոր չհնչի ամեն օր, բայց հաստատ ամսվա մեջ մի քանի օր երեկոները տրամադրում են կոնկրետ հենց այդ թեմային։ Մի հարց էլ, գիտեք, որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։ Փաստին ինչպես եք վերաբերվում եւ հավատում եք, որ մոտ է այն օրը, երբ մենք իսկապես կայուն խաղաղության պայմաններում ենք ապրելու հաշտ հավերաշխ բոլոր հարևանների հետ։ Շատ բարձր են գնահատում այդ փաստը եւ այդ կապակցությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների բարեկամության ֆոնին, քանի որ հուլիսի 4-ին նշվելու է Ամերիկայի անկախության 250-ամյակը, իմ նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից թվով 250 գերազանցիկներ Ամերիկայի անկախության 250-ամյա տոնակատարությունների շրջանակներում կազմակերպում ենք ուղևորություն դեպի նահանգներ։ Հենց այդ ամենը հաշվի առնելով։ Խաղաղության փաստին, կայուն խաղաղությանը հավատում եք։ Անձնապես ես հավատում եմ եւ հնարավորն ու անհնարը ինձնից հասնող ջանքերը գործադրում եմ։ Ես պետք է հավելեմ նաև, որ մենք մեր զավակների հետ ոչ միայն խոսում ենք հայրենիքի մասին, այլ արդեն հենց հայրիկի սեփական փորձով, նույնիսկ իրենց խաղերն են հենց այդպիսին, ուզում եմ, որ բոլոր ընտանիքներում զավակներ շատ ծնվեն եւ այո, մենք սերմանենք մեր որդիների, մեր դուստրերի մեջ հայրենասիրության գաղափարը, ինչը ամենակարևորն է։ 4-րդ երեխան պլանավորում եք։ Ինչու ոչ։ Նակ այսօր չի, ամեն օր պետք է այստեղ գան, իմ բալիկները 5 տարեկանից գալիս են եռաբլուր, մենք ամեն օր են գալիս, գրեթե, պարտավոր են բոլորը գան այստեղ, հարգեն, ինչ ասեմ, հուզված եմ, չեմ կարող խոսել, չունենք, բոլորն են մեր հարազատները, բոլորն են մեր մտերիմները, ինչ ասեմ։ Իսկ խաղաղության գործընթացին ինչպես եք վերաբերվում, գիտեք, որ Թող պատերազմ չլինի, մենակ դա կասեմ։ Հավատում եք, որ մոտ է իսկապես։ Այո, հավատում եմ, մոտ է։ Ստորագրմանը, նախաստորագրման փաստին։ Ես Աստծուն եմ հավատում, ստորագրությունն չեմ հավատում։ Գալու է այդ օրը, որ մենք հաղթած ազգ ենք ու հաղթելու ենք։ Ինչ ապրումներ ունեք։ Դե ապրումներից ցավ ենք ապրում, այլ ստե գալու ցավ ենք ապրում, գալիս ենք մեր հարազատների, մեր ընկերների մոտ։ Շատ են, շատ են պարկած մեր ընկերները։ 90-ականներից մինչև Քարորյան այլ գալիս ենք, այլ շիրիմները հիշում ենք, դա է։ Միշտ ցավ է։ Այսինքն կողմ եք, որ այսօրը ազգային ժողովը որ ընդունել է, այո, անպայման, այո։
Այդպիսի օր մենք տարվա մեջ պետք է Պետք է ունենանք, անպայման պետք է ունենանք։ Այդպես։ Իսկ ինչ կասեք խաղաղության մասին, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին։ Հավատում եք, որ կայուն խաղաղությունը Դե հավատքը կա, ճիշտն է ասած, լավատես ենք։ Ինձ թվում է լավ պետք է լինի։ Ինձ թվում է շատ կարևոր օր է։ Երեխեքով ենք եկել նույն կուրսից։ Տենց առաջին անգամ եմ ես գալիս։ Շատ կարևոր է, ինքն էլ Արցախից է։ Տենց որոշել ենք դասարանով կուրսով գանք որտեղ եք սովորում։ Բրիտանական միջազգային դպրոցում։ Հարազատ ունեք զոհված 44-օրյա պատերազմում, երկու դուք քույրն եք, հարազատն եք։ Քույրն եմ, հա։ Նեցեք ով է ձեր հարազատը։ Արթուր Հայրապետյանը։ Հիշատակը վաղ Արթուրի։ Դուք ինչ ապրումներ ունեք օրվա խորհրդի հետ կապված, ինչ ասելիք ունեք։ Դասարանի հետ որոշել եմ կամ մի քիչ ծանր իրական խոսալ, եթե նոր չխոսամ։ Կողմեց, որ ազգային ժողովը ընդունեց համապատասխան օրենք, որով այսօր ոգեկոչման օր է հանուն հայրենիքի զոհված մեր հայրենիքներ։ Ես շատ համաձայն եմ, որ ես տոն չասեմ, այս օրը համարվել է, որ պետք է գանք այստեղ, ուղղակի կարելի էր ինչ-որ ուրիշ օր ընտրել, որովհետև հունվարի 28-ին մենք նշում ենք մեր բանակի տոնը, ու ոնց որ այսօր զոհվածներին հիշատակենք մյուս օրը բանակի տոնը մի քիչ ճիշտ չի, բայց շատ համամիտ եմ ու ինչքան էլ որ զոհված մարդ չունեմ իմ ընտանիքից, բայց շատ ծանր է, որովհետև մեր եղբայրներն են, մեր հարազատներն են ու շատ ծանր է։ Գիտեք, որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, խաղաղության ինչպես եք վերաբերում, հավատում եք, որ լինելու է մի օր, որ իսկապես ապրելու ենք հաշտ, համերաշխ մեր բոլոր հարևանների հետ, խաղաղության պայմաններում, այլևս որևէ զինվոր չի զոհվելու թշնամու գնդակից։ Գիտեք, ես շատ ուզում եմ հույս ունենամ, որ տենց է լինելու, բայց գիտեմ աշխարհը իդեալական չի ու երկրի ղեկավարությունը չի կարող պարզապես ինչ-որ խոստումներ տալ, որովհետև դա միայն մեզանից չի կախված եւ պատմությունը ցույց է տալիս, որ այդ փաստաթղթերը ոչ մի արժեք հիմնականում չեն ունենում։ Ես ուզում եմ հուսամ, որ լինելու է խաղաղություն։ Ես անկեղծ ասած հավատում եմ խաղաղությանը, ուղղակի եթե ինչքան էլ մեր կողմից այդ առաջընթացը լինի, ուզենանք խաղաղություն, մենակ մեր կողմից չի դա կախված, այսինքն եթե Թուրքիան ինչ-որ պլաններ է կազմակերպում կամ ինչ-որ բաներ է մտածում, այդ շատ խիստ ազդում է մեր երկրին, այսինքն մենք ինչքան էլ խաղաղություն ուզենք, իրանց կողմից մենք չգիտենք ինչ հակահարված կստանանք ու հստակ ոչինչ խաղաղության վերաբերյալ չի կարելի էլի ասել։ Դուք ուզում եք խաղաղություն։ Ես իհարկե ուզում եմ խաղաղություն, որովհետև մենք փոքր ազգ ենք ու անդադ ամեն 50 տարին այս ամեն ինչի միջով անցնել շատ ծանր է ու շատ վատ է ազդում իմ ազգի վրա։ Ցանկանայի ասել, որ գնացին տղաները այն քաչ կապուտաչը խաժակն սևաճ ու չվերադարձան եւ եթե չվերադարձան որտեղ են նրանք հիմա, որտեղ բարի սիրտ կա այնտեղ են նրանք հիմա։ Որտեղական պարտքի զգացումով ենք կռվել, հարը զարկվել, վասն հայրենյանց սիրել ենք մահը այնպես, ինչպես անմահությունը, բոլոր այս ննջեցալ տղաները երկրապահի, կռվող տղաները, զինվորները չեն գնացել, կռվեն իրենց անունի համար, մեզանից ոչ մեկը չի մտածել, որ գնում է կռիվ, անուն ձեռք բերի, հերոսանա, արիանա, մենք բոլորս էլ պատրաստ ենք եղել հաղթանակի, մենք չենք գնացել զոհվելու, բայց եթե անգամ զոհվեինք էլ, մենք ընդունում էինք փառքով, որովհետև մեր անունի համար էինք գնում ռազմաճակատ, որպեսզի մեր հայրենիքը, մեր եկող սերունդը իրեն ապահովը զգա։ Խաղաղության փաստաթղթի նախաստորագրման փաստին ինչպես եք վերաբերվում։ Դրականորեն եմ վերաբերվում, որովհետև գիտեք ոչ մեկ չի զգա այն երևույթները, ովքեր անցել են կրակի մեջով, երբ որ պատերազմ է լինում,
այդպես հերվից խոսելը շատ հեշտ ու դյուրին է լինում, բայց անգամ ես ականատես եմ եղել, որ կռվի ժամանակ մարդիկ եղել, որ իրենց գիտակցականն են կորցրել։ Այո, որոշել են գալ, որովհետև իմ եղբայրն էլ այստեղ է ու իր շնորհիվ այսօր մենք ապրում ենք, մենք վայելում ենք այսօրը, դրա համար հարգանքի տուրք պարտավոր ենք մատուցել բոլոր զինվորների հիշատակին։ Դուք ում քույրն եք նրեցեք Պետրոսյան Ռոբերտի 44-օրյա պատերազմի հիշատակը վարվել։ շնորհակալություն բոլոր զինվորների։ Մի հարց էլ խաղաղության գաղափարին, խաղաղության գործընթացին ինչպես եք վերաբերվում։ Գիտեք, որ նախաստորագրվել է համապատասխան համաձայնագիրը։ Հա, բայց եկեք այդ հարցին չպատասխանեմ։ Կողմ եք, որ լինի խաղաղություն։ Իհարկե, Հավատում բնականաբար։ եք, որ Հույս ունեմ, որ կլինի այդպես։ Մեր ապրումները 91 թվից է սկսել։ Ստեղ առաջին զոհը մենք ենք բերել ազգային հերոս Ջիվան Աբրամյանին։ Իմ կամանդիրն ա եղել, իմ կողքն ա զոհվել։ Էլ ինչ օրվա խորհուրդ։ ազատամարտիկ եք։ Հատուկ գնդի վետերան։ Ես նույնպես հաշմանդամ եմ երրորդ կարգի էլի։ Ազատամարտիկ եք։ Այո։ Օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք։ Դե հիմա ընտրել են, լավ են արել։ Մենք էլին մեր ուզածով էլի գնալու ենք գանք, երբ որ գիտենք մեր տոների օրերն էլ, մեր տղեկի զոհվածի օրերն էլ։ Անենց չէ որ մենք պետք է պետականորեն ինչ որ մի բան ընդունեն մենք տարվա 12 ամիսը մեր մտքով հոգով ստեղ ենք։ Պարզապես օրացուցային օր չէ։ Չէ։ Հանուն հայրենիքի։ Էլի ցանկալիավոր լինի, որտեվ շատ քիչ են հիշում։ Խաղաղության գործընթացին ինչպես եք վերաբերվում։ Քաղաքականությունով չեն զբաղվում, ազատամարտիկները вообще-то այդ հարցին միշտ պատրաստ են հայրենիքը պաշտպանելու, ոչ թե քաղաքական ինչ-որ մի ուժի։ Բայց ազատամարտիկները առաջինը պետք է շահագրգռված լինեն, խաղաղություն լինի։ Որ լինի խաղաղությունը առաջ երթին, որտեվ այդ խաղաղությունը շատ դժվարությամբ ենք ձեռք բերել, չեմ ասի ինչ ձևով, ամեն մարդ հիմա մի ձև է մտածում, բայց իրեքս մեզ հիմա պետք է, որ նորից գոնե ոտի կանգնենք, այն մեր տղեկի նման, որ ես պարկած են ստեղ, էլի նորից տղաներ կարնան, ունենանք այս ժողովուրդ ունենա, որ էլի այս եղածն էլ կարողանանք պահել։ Ձեզ խաղաղություն, բալեսնեշ, ձեզ խաղաղություն։ Շնորհակալություն, դուք ինչ կասեք, ներեցեք, օրվա խորհրդի Ես հետ կարող եմ ասեմ, որ եթե մենք մի բրոնզ լինենք, աշխարհի մեջ մեզի հաղթող չի լինի։ Մենք մի բրոնզ որ լինենք, նորից եմ կրկնում, խմբվենք իրար ու մեզի հաղթող չի լինի։ Խաղաղության գաղափար։ Խաղաղության գործընթացին խաղաղություն արդեն մենք խաղաղության դեմ ենք գնում ենք խաղաղության, էլ կռիվ չի լինի, ես հույսով եմ, որ մենք բոլորս ժողովուրդ իրար կհասկանանք ու միաձայն մեր Հայաստանը ոտքի կանգնի։ Օրվա խորհրդի հետ կապված ինչ Օրվա կասեք, խորհրդի կապված հետ մենք հիմա բոլորս այստեղ այս օրը միշտ նշում ենք, մեր սրտի մեջ վառ մնացել են մեր հերոսները, որ իրանք զոհվել են մեր սահմանում, մենք իրանք շնորհիվ հիմա ողջ առողջ կանգնած ենք եւ հիշում ենք իրանք զոհված մեր հերոսներին։ Այսքան շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար